Մամ ջան չտխրես, շատ չմտածես, կռիվ են գնում ախպերս ու ես։ Մամ ջան չտխրես, շատ չմտածես, կռիվ են գնում ախպերս ու ես։ Մռայլ գիշեր է նստած ենք փոսում, այստեղ հայքաջի արյուն է հոսում, եկել ենք կռիվ կկռվենք էսպես, խփում ենք թուրքին ախպերս ու ես։ Եկել ենք կռիվ կկռվենք էսպես, խփում ենք թուրքին ախպերս ու ես։ Երբ լուսաբացին թուրքներ էր սողում, մեր զիլ հարվածից աշխարհն է դողում, ինչքան պետք լինի կկռվենք էսպես, հայ ազգի համար ախպերս ու ես։ Ինչքան պետք լինի կկռվենք էսպես, հայ ազգի համար ախպերս ու ես։ Էլ ետ դարս չկա կռիվ է սաստիկ, օրնանքդ տուր մեզ ու միլար մայրիկ, թե մի օր կտրից զույգ արծիվ տեսնես, այդ մեր հոգիքն են ախպերս ու ես։ Թե մի օր կտրից զույգ արծիվ տեսնես, այդ մեր հոգիքն են ախպերս ու ես։ Մամ ջան կգալցեն դռները մեր գոց, ոսկի կհագնեի սևորը հայոց, ու տուն կդառնանք հաղթությամբ էսպես, ծափով ծիծաղով ախպերս ու ես։ Ու տուն կդառնանք հաղթությամբ էսպես, ծափով ծիծաղով ախպերս ու ես։ Ինչ էր վալինի, Արարատի գալխեն դարաշ, պիտի ննենք վաղթե ուշ, հրով լինի, սրով լինի, պիտի գնանք վաղթե ուշ։ Արարատի գալխին Սացանենք վաղթե ուշ, հրով լինի, սրով լինի, պիտի գնանք վաղթե ուշ։ Կորցրեցինք մեր հողերը, երբ մեր ազգը կուրացավ, բահուգարից շատ սիրելուց զենք բռները մոռացան, հույսը դարին արդարության սրիդերը մոռացան, երկով լինի, պիտի գնանք վաղթե ուշ։ Հույսը դարին արդարության սրիդները կուրացան, երկով լինի, պիտի գնանք վաղթե ուշ։ Հայ զավակ եմ, հավատում եմ, իմ երկիրը կտեսնեմ, Յաթաղանի լեզուն կտրող հայոց ձեռքը կտեսնեմ, մենք չտեսնենք մեր որդիքը, թորից թորը կտեսնի, հերքով լինի, զենքով լինի, պիտի գնանք վաղթե ուշ։ Մենք չտեսնենք մեր որդիքը, թորից թորը կտեսնի, երկով լինի, գրչով լինի, պիտի գնանք վաղթե ուշ։ Հերով լինի, սրով լինի, պիտի
հասնենք վաղ թե ուշ Պիտի հասնենք Սասունմուշ Սաստավով էլ Ինչպես ասում է իմ հենգեր գարուստը, մենք հիշաչար չենք, բայց լավ հիշողություն ունենք։ Մարդիկ, ովքեր կանգնել են մեր պետության, պետականության փլուզման հիմքերում, հիմա փորձում են սրբագրել իրենց եւ իրենց կատարած աշխատանքը։ Բայց մենք լավ ենք հիշում, ով է։ Երեք մեծ պատահաբար լսում էի այս իշխանությունների սրտի ԱԱԾ պետ Վանեցյանին, որը որ ասում էր, թող այն 30,000 զինվորը, որ պետք կանգնեն շրջապատման մեջ, հանեին, բերեին քարվաճառ եւ բերձոր, որպեսզի կարողանային պահեն։ Այդ գեներալը երևի հիշողության հետ մի քիչ լավ չի, ասեն, որ հիշեցնեմ իրեն եւ իր կողմնակիցներին, ովքեր որ լայքեր են դնում իրան։ Քարվաճառն ու բերձորը առանց մարտերի հանձնվեց։ Մոռացել եք երևի։ Տղեկը պահում էին։ Բայց հենց նաև իր եղած ԱԱԾ պետ եղած ժամանակ հանձնվեց։ Առանց մարտի, հենց ներս նվիրաբերվեց։ Երբ որ ասում է, ես տեղյակ չեմ եղել, որ գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանին ձերբակալել են, ստում է։ Դուք պատկերացնեք ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ կիսառազմականացված կառույցի վարչության նախագահ, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի վրա ԱԱԾ-ն գործահարություն, հետո այդ գործը ուղարկում է դատախազություն, դատախազությունը գալիս ազգային ժողով ու պատգամավորների մեծ ամասնությունը թույլ են տալի դատախազին քրեական գործ հարուցեն եւ կալանավորեն։ ԱԱԾ աշխատակիցները գնում են, մտնում են Մանվել Գրիգորյանին պատկանող տարբեր տարածքներ, վերջո շինծ ու գործ են հարուցում, շինծ ու նկարահանումներ են կատարում, ու ԱԱԾ պետը ասում է, ես տեղյակ չեմ եղել, ես կուրսի չեմ, ես պաշտությունը հետո։ Ապեր մենք չենք մոռացել, որ քու նմանների պատճառով այդ տղեն մահացավ, սպանեցիք դուք այդ տղան։ Մեկ էլ եք ուզում եք սրբերի հետ խաղաք, սրբերը դուք չեք կարող խաղալ։ Ձեր վրա, ձեր ճակատին դաջվածք պետք է միշտ մնա, դավաճան։ Երբ որ ասում էիք փողոցը գործ տվողը բոզը, ով հանկարծ քվեարկեց Տարոն Մարգարյանին ու Աղազարյան Հովիկին անձեռնամխելությունից զրկելու եւ քրեական գործ հարուցելու համար ով կողմ քվեարկեց, նա էլ է բոզ։ Մեկ մոռացի, որ Մանվելի համար էլ նույն բան արածը բոզ է։ Խաղաղություն բոլորիդ, լավ եղեք։